Գանձասարի բարձունքը ամեն օր էլ մարդաշատ է լինում, կիրակնօրյա պատարագին առավել ևս։ Գանձասարում կիրակնօրյա պատարագը մատուցվել է հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ Վարդապետ Շաքարյանի ձեռամբ եւ թեմի հոգեվոր դասի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Պատարագին մասնակցելու նպատակով Գանձասար են եկել հավատացյալներ Արցախի շրջաններից եւ մայրաքաղաքից, նաեւ Հայաստանի Հանրապետությունից։ Քարոզի առանցքում Գանձասարը կառուցած Հասան Ջալալ Դոլայի կտակի մեկնություններ, հակառակ բազում դժվարությունների եւ մեծագույն ջանքերով կառուցվեց Գանձասարի վանքը, դառնալով ոչ միայն միջնադարի ճարտարապետության հիանալի կոթող, այլև արարելու կամքի հաղթանակի լավագույն օրինակ։ 770 տարիների հեռավորությունից եւս մեկ անգամ այս սուրբ տաճարում հաղորդակից դարձանք մեր մեծ իշխան Հասան Ջալալ Դոլա Ջալալյան տոհմի պատգամին։ Աղոթքներ հնչեցին նաև պատարագից ու քարոզից հետո, նախքան ծառատունկը հոգևորականն ու մանուկը տերունական աղոթքն են հնչեցրել։ Նույն համերաշխությամբ էլ վանքի բարձունքի գյուղահայաց լանջին ծառատունկն են սկսել։ Պապ ու թոռ, ավագ ու կրտսեր համատեղ մոտ 9 տասնյակ պտղատու ծառեր են տնկել Գանձասարի եկեղեցու հարևանությամբ։ Ծառատունկին նաև Հայաստանի Հանրապետությունից ժամանած ուխտավորներն են մասնակցել։ Ծառատեսակները շատ էին եւ ուրախ եմ, որ մեծ ոգևորություն նկատեցի, կարծես թե ինձ բաժին չէր հասնում, ես վերջապես կարողացա ծառ տնկել, արարել, նաեւ եւս մասնակցություն ունենալ այդ արարմանը, տնկեցի սալորենի, սև սալորենի։ Ծառատունկը Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ վանքի ոցման 777-ին ընթരാճ առաջին միջոցառումներից մեկն էր։ Արցախի թեմի փոխառաջնորդը մեկնարկը առավել քան խորհրդանշական է համարում։ Վանքի պես այսօր տնկված ծառերն էլ սերունդներին են մնալու։ Ընթരാճ այդ պատմական միջոցառման մենք կատարել ենք այս ծառատունկը եւ տարբեր ուրեմն միջոցառումների մի ընդհանուր փաթեթ է պատրաստել եւ ավասիկ մենք այդ հոբելյանական միջոցառումը ազդարարեցինք այսպիսի հրաշալի ծառատունկով։ Ծառատունկը այն խորհուրդ ունի, որ մենք դրանով շենացնում ենք մեր երկիրը, ծառ ենք տնկում, տուն ենք կառուցում, կնշանակի, որ մենք հույսով եւ հավատով լեցուն ապրել եւ ապրելու ենք Արցախ աշխարհում։ Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ վանքի ոցման 777-ամյակը տոնելու ենք 2017 թվականի հուլիսի 23-ին, մինչ այդ էլի միջոցառումներ կլինեն։ Վանքի տարածքը կբարեկարգվի, նաև տպագրական աշխատանքներ են նախատեսվում, իսկ օրվա միջոցառումները մատաղով են ավարտվել։ Նորայր Հովսեփյան, Աշոտ Գասպարյան, օր